որ Ռուսաստանի Դաշնությունը ինչպես իր հաշվարկները Ուկրաինայի վրա հարձակում սկսելուց, այնպես էլ այս պարագայում սխալ էին եւ ձախողվելու են, տրիպը կառուցվելու է, բոլոր պարագաներում կառուցվելու է, անկախ նրանից Տրամպը եւս քանի տարի նախագահ կլինի կամ Տրամպը հիմա սուզված է Իսրայել-Իրան այդ հակամարտության մեջ, որովհետեւ դա ամերիկյան տասնամյակների շահ է, դե ֆակտո տրիպի կառուցման մասին երևի թե առաջին անգամ խոսվել է դեռ 1995 թվականին Վազգեն Սարգսյանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի ժամանակ, որովհետև այն ժամանակ եւ Վազգեն Սարգսյանը եկավ եւ ասուլիսում ներկայացրեց ինչ պայմանավորվածությունների է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի հետ, համաշխարհային բանկի հետ, այն ժամանակ Եվրոբանկ էր կոչվում, Եվրոբանկ։ Այդ բոլոր պայմանավորվածությունների առանցքը, որ նայում է իր պայմանավորվածությունների հետևանքները ինչ պետք է լինեին, հայ-թուրքական սահմանի բացում, հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ապաշրջափակում Հայաստանի, բացարձակ ապաշրջափակում, Արցախի հարցի լուծում հայանպաստ տարբերակով, այսինքն այն ամեն ինչը, ինչ հիմա գտնվում է տրիպի կենտրոնում, ապաշրջափակում, սահմանի բացում, այն ինչ տրիպի հիմքում է, եւ ներեցեք, եւ ամենագլխավորը անվտանգություն, որը ամրակայվում էր ոչ թե ռազմական ներուժի հզորացմամբ, այլ տնտեսական փոխհարաբերություններով, այսինքն ճիշտ այն փիլիսոփայությունը, ինչ դրված է հայ-ամերիկյան, ամերիկա-ադրբեջանական հուշագրերի հիմքում, մենք ստեղծում ենք տնտեսական հենք, որպեսզի այս երկու փոխերիմ թշնամիները այլևս իրար վրա չհարձակվեն, համենայն դեպս իրար հետ չասեմ բարեկամություն անեն, բայց առևտրական հարաբերություններ ունենան, տնտեսական շահավետ հարաբերություններ ունենան, որպեսզի այլևս խնդիր չունենան պատերազմելու շահը պահի։